ես կախնիկ ասած չեմ լինի, որ մենք բոլորս գիտենք, որ Քրիստոսը եկեղեցին նմանեցրեց կնոջը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ կնոջ դերը այսօր շատ մեծ է։ Մենք խոսք ունենք, ասում ենք ոչ նրա հետ կարող ենք, ոչ առանց նրա։ Այսինքն գիտեք իրականում սա մի վայր է, եկեղեցին մի տեղ է, որ Աստված ներկա է, եկեղեցին մենք ենք և եկեղեցին Աստված նմանեցրեց Քրիստոսը, նմանեցրեց կնոջը, որովհետև կնոջ միջոցով եղավ ամեն օրհնություն և կինն է բերում ամեն դժվարություն։ Եվային մենք ամենքս ճանաչում ենք և Եվայի միջոցով եղավ և Աստված էլ խոսք տվեց, որ այո, խնդիրը դժվարությունը Եվայի միջոցով եկավ, բայց միևնույն է, Քրիստոսն էլ Մարիամի միջոցով եկավ։ Գիտեք, իրականում մենք երկու ծայրահեղություններն ենք տեսնում։ Այսինքն կինը կարող է լինել և տգար անոթ և օրհնության անոթ։ Արդյոք որն ենք նախընտրում մենք, լինել տգար անոթ և լինել զորավոր անոթ։ Պետրոս առաքյալը մի հրաշալի խոսք ունի առաջի թուղթ Պետրոս 3 գլուխ 7 համարը, ասում է նմանապես այրեր խոհեմությունով նրանց հետ ապրեք, տգար անոթի պես, շեշտում է կնոջը որպես տգար անոթ, բայց ասում է հարգելով կիները։ Ճիշտ է մենք հասկանում ենք, որ այս տգարությունը առկա է կա, բայց ասում է հարգեք նրանց։ Եվ այդ տգարությունը ես վստահ եմ, որ մենք ամեն մեկս որպես տղամարդ, որպես եկեղեցու գլուխ, որովհետև Քրիստոսը տղամարդուն դրեց, գլուխ ընտանիքի մեջ, սա է, որ ասում է վերցրեք նրանից տգարությունը և որպեսզի այդ շնորհքի ժառանգագիծներ նրանք ձեր աղոթքներին արգելք չլինեն։ Եվ ես հավատում եմ, որ շատ անգամներ են տգարությունները, որոնք ծնվում են կնոջից կամ կնոջ միջոցով, մենք պիտի այնքան ուժեղ լինենք, որ կանգնենք նրանց կողքին։ Բայց մյուս կողմից էլ կարող ենք տեսնել այն զորավոր կանանց գործերը, այն ամեն աստվածային, աստվածահաճո կանանց գործերը, որոնք ավետարանի ու աստվածաշնչի մեջ մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք և ամբողջ պատմության մեջ կանայք, որոնք հսկայական դեր ունեցան քրիստոնյա պատմության մեջ։ Եվ այս պատգամը, որը սրտիս դրվել է, ես վերնագրել եմ այսպես կին, ով կրում է աստվածային հայտնություն։ Գիտեք, մենք կարող ենք շատ արագ բաժանել բաներ, որոնք աստվածային չեն։ Մենք կարող ենք արագ տարածել նյութեր, որոնք դժվարություններ ու խնդիրներ են։ Եվ դրա կողքին հակառակ կարող ենք լինել մարդիկ, ով կրում է աստվածային հայտնություն, ով կրում է աստվածային իմաստություն և Աստծո շնորհքն ու ողորմությունը սկսում է շարժվել և առադանալ։ Ղուկաս ավետարան առաջի գլխի մեջ գրված է Քրիստոսի ծնունդը։ Ես ուզում եմ այս կնոջ օրինակով փոխանցել այս պատգամը ձեզ սիրելիներ, կինը այն մեկն է, ով տեսավ հրեշտակներին, կինը այն մեկն էր, որ հրեշտակից հայտնություն առավ։ Մենք ամեն մեկս շատ անգամներ երազում ենք հանդիպել, շատ անգամներ աղոթում ենք, որ տեսնենք, և ես հավատում եմ Աստծո խոսքին, որ Աստված հայտնվում է։ Եվ Աստված հայտնվում է, ուղղակի մեզ պետք է տեսնել, ուղղակի պետք է հայտնվել նրա առաջ։ Եվ Մարիամը 29-րդ համարի մեջ նրան տեսնելով և նրա խոսքի վրա շփոթված ինքը մտածում է, այս ինչ բան է, որ եղավ ինձ, որովհետև հրեշտակը հայտնվել էր նրան և նա առաջի անգամ տեսել էր երկնային մի հրաշալի էակ, որը շփոթմունք էր բերել իր կյանքի մեջ։ Եվ հրեշտակը նրան ասում է. «Մի վախենա, Մարիամ, մի վախենա, քո անունը այսօր տուր, քո անունը այսօր տուր, մի վախեցի»։ Երբ որ հրեշտակին տեսնես, մի վախեցի, երբ որ հրեշտակին տեսնես, մի ասած, վայ Տեր, ես կիսատ գործ ունեի, վայ Տեր, ես այս թերություններն ունեի, ես ինչքան խնդիրներ ունեի, ու դու պատահական հիմա հայտնվեցիր, ես որ խնդիրներս թողնիմ, ես մի ինչ քո ասած պատվերը կատարեմ,
Տեր, ես ինչ անեմ հիմա։ Գիտեք, հրեշտակը հայտնվավ Մարիամին եւ ամենաառաջի բանը ասեց՝ մի վախեցիր։ Գիտեք ինչու համար կար վախ, որովհետև մենք Աստծուն հանդիպելից բոլորս մտածում ենք մահ է։ Բոլորս հանդիպելուց մտածում ենք դատապարտություն է, խնդիրներ է, բայց Աստծո հրեշտակը հայտնվավ եւ ասեց՝ մի վախեցի։ Մի վախեցի, որովհետև այն խնդիրն ու խնդրեմը, որը ծնվելու է քո կյանքի մեջ, իրականում դա խնդիր չէ, դա օրհնություն է։ Աստված Մարիամին ասեց՝ մի վախեցի։ Ինչու համար։ Որովհետև մի բան պիտի ասեր, որը մարդկային մտքին եւ դատողությանը համապատասխան չէր։ Ինքը մարդ չգիտեր, նշանադրված էր, բայց մի այնպիսի աստվածային հայտնություն պիտի կրեր, որ ամոթալի էր։ Միգուցե կարող է ասեր ոչ, բայց իրականում, երբ որ դու հրեշտակից հայտնություն ես ստանում, ես վստահ եմ, որ քո հնազանդությունը առիթ կհանդիսանա մեծ օրհնությունների։ Եվ Մարիամին ասում է, որովհետև դու Աստծուց շնորհ կտար։ Աստված հայտնվավ քեզ, Աստված հայտնվել է քեզ եւ քեզ ասել է դու Աստվածանից շնորհ կտար։ Հիմա կարող է նայես քո կյանքիդ ասես Տեր, ես ինչ շնորհ ունեմ։ Ես ոչ մի շնորհ չունեմ, ոչ մի բանի մեջ պիտանի չեմ, ինչ էլ որ անում եմ, փճացնում եմ, բոլորն ինձ ասում են ցախողակ ես, չի ստացվի, անհաջողակ ես։ Գիտես, կա մեկը, ով քեզ գնահատում է, կա մեկը, ով քեզ հասկանում է, կա մեկը, ով քո սրտի եղածը գիտի, եւ դա երկնքի Աստվածն է, որ ուզում է այսօր հայտնվել քեզ եւ ասում է. Ով Մարիամ, ով սիրելիս, դու այսօր Աստվածանից շնորհ կտար։ Գիտեք, Աստծո շնորհը դա այն է, որ մենք չենք արել, բայց Աստված տալիս է։ Աստվածային շնորհը այն է, որ մենք չգիտեինք, արժանի չէինք, բայց Աստված շնորհեց։ Շնորհը այն էր, որ մենք մեղքի մեջ ապրում ենք եւ Եփեսացիների 2-րդ գլուխ 8-րդ համարի մեջ ասում է դուք այդ շնորհքով փրկված եք, որովհետեւ ոչ մեկը չբարձենաք։ Այն շնորհքով, որ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ, ուղղակի Աստված անցավ մեր կողքով եւ ասաց ապրի, ու մենք ապրում ենք։ Գիտեք, իրականում Աստծո շնորհը ավելին է, քան թե մենք պատկերացնում ենք, եւ այդ շնորհը եկել է Մարիամի կյանքի մեջ, ասում է ով Մարիամ, մի վախեցի, դու Աստվածանից շնորհ կտար։ Ես հավատում եմ, որ քո քրիստոնյա կյանքի ապրած տարիների ընթացքում գոնե մեկ անգամ այս հայտնությունը քո կյանքի մեջ լսել ես, որ Աստված քեզ շնորհքով ընտրեց, փրկեց եւ Աստված շնորհք բերեց քո կյանքի մեջ։ Գիտեք, իրականում մենք ամեն մեկս մեզ թվում է, որ ինչ որ անում ենք, դա մեզանից է, որ մենք ենք անում։ Ուզում եմ քեզ ասել, դա քո մարդկային ու մարմնավոր մտածելակերպն է, որ ուզում է շոյի քո եսը։ Բայց երբ որ այդ շնորհն է Տիրոջից եւ դու ինչ որ կարողանում ես անել, որ ստացվում է ու լավ է, դու կարող ես ասել, Տեր, շնորհակալ եմ, որ այդ շնորհը բերեցիր իմ կյանքի մեջ, որ ես այս բանը կարող եմ անել։ Գիտեք, Աստված է շնորհներ տվողը։ Աստված է շնորհներ տվողը եւ Աստված է քեզ դարձրել այնպես, ինչպես որ դու կաս։ Այդքան լավը, այդքան հրաշալի, այդքան գեղեցիկ։ Եվ որևէ մի բան, որ քո մոտ էլ ստացվում է, ուզում եմ ասել դրա հեղինակը երկնային Աստվածն է, որ հայտնվավ քեզ եւ ասեց. «Ով Մարիամ, դու շնորհ կտար, դու շնորհ կդար եպելու, թափելու, խոսքը տանելու, Աստվածայինը կրելու, եւ ես ուզում եմ, որ այսօր Աստվածայինը դու կրես»։ Գիտեք, շնորհ հենց դրա համար կդավ Մարիամը, որովհետև ինքը Աստվածային հայտնությունն է, Աստվածային ծնունդն էր կրելու, եւ ես հավատում եմ, որ Աստված այսօր ուզում է իր խոսքը դնե ամեն մեկիս ներսը, որ մենք կրենք այդ շնորհը, կրենք եւ ապրենք այդ շնորհով, տարածենք այդ շնորհը, որովհետև Աստված ուզում է ամենիս Աստվածային շնորհների մեջ օրհնել եւ լցնել։ Մենք մտածում ենք ինչու մենք չունենք, որովհետև մենք այդ խոսքին ուշադիր չենք, բայց Աստված ուզում է ամեն տեսակի շնորհներով օրհնել եւ առատացնել մեր կյանքը։ Այն գերբնական շնորհներով, որ Աստված կամենում է ամեն մեկիս մեջ տեսնել։
Գիտեք, Աստծո շնորհքի համար շատ հրաշալի համարներ կա Աստվածաշնչի մեջ, եւ ես ուզում եմ մի քանի համարներին անդրադառնալ, ինչ է Աստծո շնորհը։ Աստծո շնորհը ծրի պարգև է, սիրելիներ, որ մենք շատ անգամներ կարող ենք ասել, թե ծրի է, ինչ անենք։ Գիտեք, ամեն անգամ շնորհքից խոսալուց միշտ մտածում եմ, Տեր, ինչքան կարող եմ արժևորել այդ շնորհը, եւ ինչքան կարեւոր է, որ դա արժևորեմ։ Եվ ինչքան կարևոր է, որ ես կարողանամ ապրել այն շնորհը, որը դու կարող ես տալ եւ առադացնել, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, որ այդ շնորհը կարող է առադանա, ավելանա մեր կյանքերի մեջ։ Մի խոսք, որ ամեն անգամ շնորհքից խոսելուց Սուրբ Հոգին իմ մեջ բերում է, հետեւյալն է։ Մենք միշտ մտածում ենք, որ այն ինչ որ ծրի է, Աստված տալիս է, ասում է ընտրիր, մենք ասում ենք, թե Աստված ջան, չեմ ուզես։ Գիտեք, ինչքան կարևոր է Աստծո շնորհքին արձագանքել, երբ որ դու այստեղ նստած ես, այդ շնորհքի մի մասն ես, արձագանքել ես այդ շնորհքին, փրկության շնորհին, որ Աստված քեզ փրկեց եւ մաքրեց։ Աստծո շնորհքը, սիրելիներ, գալիս է այն մարդկանց վրա, ովքեր սրտով խոնարհ են։ Աստված շնորհքը տալիս է այն մեկին, որպեսզի բարձրացնի եւ օրհնի։ Երբ որ մենք որևէ բան չունենք, մենք կարիք ունենք նայենք, Տեր, ինչու չունենք, որովհետեւ մենք մտածում ենք, որ դա մերն է եւ մենք ենք անում։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5 համարի մեջ այսպես է գրում Աստծո խոսքը. Նմանապես դուք երիտասարդներ, հնազանդ եղեք ծերերին, ամենքդ իրարու հնազանդ լինելով խոնարհություն հագեք, որովհետև Աստված ամբարտավաններին հագառակ կկենա, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Գիտես դու ինչքան ուզում ես նայիր այս կողմ, այն կողմ, ասա ես ինչ ունի, ես ինչը չունի, ես ինչի մոտ լավ են ստացվում, իմ մոտ չկա, իմ մոտ ավելի լավ է, քան մյուսի։ Գիտեք Աստծո խոսքը հստակ պատվեր ունի։ Երբ որ դու ընդվզող ես, հագարագող ես, ամբարտավան ես, Աստծո խոսքը ասում է դու չունես օրհնություն։ Բայց երբ որ դու խոնարհ ես քո դիրքի մեջ, խոնարհությունը մեր սրտի դիրքն է, սիրելիներ, Աստված կարող է շնորհք ավելացնել եւ շնորհք տալ։ Եվ վերջի խոսքերը, վերջի տեղադրածս խոսքը, որ Հովվաշոդը ուղարկել էր, հենց խոնարհության մասին էր, վստահ եմ ամեն մեկը օրհնություն վայելել եք։ Գիտեք, իրականում մենք ամեն մեկս կարիք ունենք կարտանք այդ ամեն ինչը։ Եվ այդ շնորհքի առատությունը թույլ տանք մեր կյանքերի մեջ կա։ Սիրելի երիտասարդներ, ուզում եմ քաջալերել ձեզ, պատանիներ եւ ամեն մեկիդ, որ թույլ տակ այդ շնորհքը առադանա։ Տիմոթեոսն ասում է, Տեր, ես աղոթում եմ առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 14-րդ համարը ասում է, քո շնորհքը խիստ շատ եղավ ինձ։ Աստծո խոսքն ասում է, որտեղ շատ մեղք, այնտեղ շատ շնորհք։ Եվ Տիմոթեոսն ասում է, որ Տեր, քո շնորհքը շատ մեծ եղավ ինձ։ Ինչի, որովհետև ինքը գիտակցում էր, թե Աստված իրան որտեղից ընտրեց եւ որտեղ է դնում։ Եվ ինչ է անելու ինքը հիմա։ Եվ մենք ամեն մեկս Աստծո շնորհքից շնորհք առանք, սիրելիներ։ Մենք ամեն մեկս Աստծո շնորհքից ողորմություն եւ սեր վերցրեցինք եւ Աստված այդ խոնարհության մեջ բերեց այդ օրհնությունը մեր կյանքերի մեջ։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5 համարի մեջ Աստծո խոսքը ասում է, որ Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 7 համարից ուզում եմ կարդալ։ Գիտեք ինչու համար Աստված այդ շնորհները բերեց, որ մենք բարձրանանք, քավլիցի։ Աստված այդ շնորհքը բերեց, որովհետեւ մենք ամեն մեկս այդ շնորհներով լցված եկեղեցու մեջ իրար մատակարարենք, իրար լրացնենք եւ օրհնենք
եւ օրհնության աղբյուր դառնանք։ Սակայն ամեն բանի վաղճանը մոտեցել է։ Եթե դու մտածել ես, որ մի բան քո մոտ մինչև վերջ ցմա լինելու է, Աստծո խոսքն ասում է մոտեցել է վաղճանը։ Ուստի զգաստ եղեք եւ աղոթքի մեջ արթուն կեցեք։ Եվ ամեն բանից առաջ իրարու հանդեպ սրդանց սեր ունեցեք, որովհետև սերը մեղքերի բազմությունը կծածկե։ Իրարու հյուրասիրություն ցույց տվեք առանց տրդունջ անելու, եւ ամեն մեկը ինչ շնոր որ առավ, ումից առար այդ շնորը, Տիրոջից։ Ամեն մեկս ինչ շնոր որ առել ենք, մի բան քո մոտ լավ է ստացվում, դա երկնային է։ Նա իրարու մատակարարեցեք Աստծու զանազան շնորհների բարի տնտեսների պես։ Աստծո խոսքը խոսում է մի առատ շնորհների մասին, որ մենք Իրանից վերցրեցինք։ Դու ինչ որ շնորհք ստացել ես, ամեն։ Ուզում եմ, որ այդ շնորհը մատակարարես։ Երբ որ ստացել ես այդ խոսքի շնորհը, հայտնության շնորհը, ողորմության շնորհը, ծառայության շնորհը, օրհնության շնորհը, բաշխելու շնորհը, տալու շնորհը, հյուրասիրելու առատությունը, գեղեցկացնելու, ուրախացնելու, ամեն մեկիս Աստված տարբեր տվեց, սիրելիներ։ Ուզում եմ, որ այդ շնորհները մատակարարես, չպահես։ Գիտեք, Աստված ամեն մեկիս տարբեր տվեց, որովհետև մենք էլ նման չենք իրար։ Ոչ թե մեկս մյուսիցս առավել ենք, այլ Աստված տարբեր արեց, որ ամեն տեսակի օրհնություններով իր եկեղեցին լրացնե, իր մարմինը լրացնե, եւ մենք ամեն մեկս այդ օրհնությունների մեջ կարողանանք քայլել եւ առադանանք։ Գիտեք, շատ անգամներ մարմինն ինչ ասում է իմ արածն ավելի լավն էր, քան իրա, իմ շնորհն ավելին էր, քան մյուսինը։ Ուզում եմ քեզ ասել, այդ միտքը աստվածային չէ։ Ամեն մեկս շնորհքը ումից ենք առե, Աստծուց։ Աստված տվեց, որ մենք լրացնենք կատարյալ լինելու համար։ Աստված տվեց, որ մեկս հյուրասիրենք, մյուսս քարոզենք, մեկս աղոթենք, մեկս այցելենք, մեկս մարգարյանանք։ Տերը չասեց, որ այս մեկը այս մյուսից առավել է։ Դա աստվածային պարգև է, շնորհ էր ամեն մեկիս անհատական տարբեր Աստծուն լրացնելու եւ փառքը բարձրացնելու Աստծուն։ Հեղինակ Աստված է, սիրելիներ։ Եթե մի բան ստացել ես եւ մի բան կարող ես անել, ուզում եմ որ ասես Տեր շնորհակալ եմ, որ սա տվել ես եւ ուզում եմ փառքը քեզ տալ։ Որովհետև երբ որ դու շնորհ կդար, չկդար, որ քո անձը փառավորվի, երբ որ դու շնորհ կդար, չկդար այդ մի բանը անելը, որ միայն դու ես կարող, էլ ոչ մեկ չի կարող, միայն դու ես։ Ոչ սիրելիս, Աստված քեզ նման շատերն ունի։ Երբ որ մենք հբարդանում ենք եւ խոնարհությունը սկսում է ծածկվել հբարդությամբ, մենք մեր շնորհներն էլ սկսում ենք չմատակարարել, կամ անելու դեպքում էլ արդեն տեսնում ենք, որ պտղաբեր չէ։ Գիտեք, մենք կարիք ունենք հարգենք մեկս մյուսից, որտեղ Աստծո խոսքն ասում է սիրով արեք դա։ Սիրով եւ ճշմարտությամբ, որովհետեւ այդ շնորհը մեղքերի բազմությունն է ծածկում։ Աստվածային շնորհը երբ գալիս է մեր կյանքերի մեջ, մենք կարողանում ենք օրհնվել, սիրելիներ։ Աստծո գերազանց շնորհը զորություն է տալիս։ Աստծո գերազանց շնորհը փրկում է մեզ։ Աստծո գերազանց շնորհը օրհնում է մեզ։ Աստծո գերազանց շնորհը զորացնում է մեզ։ Գիտեք, Պողոս առաքյալը անթիվ անհամար խոսում է շնորհների մասին եւ խոսում է այն գերազանց շնորհի մասին, որ զորություն է բերում, որ ամեն բան լրացնում է նրա կյանքի մեջ եւ ես հավատում եմ այն եկեղեցին, այն անոթը, որ Աստծո շնորհքի տակ է, ինքը օրհնված է։ Կին, որ շնորհ կդավ, որտեղ Աստծո մոտ եւ Աստվածայինը կրեց, այսօր այդ շնորհքների Աստված կարող է ավելացնել եւ առատացնել քո կյանքը։ Երկրորդ Կորինթացիներ 12-րդ գլխի մեջ Պողոսը խոսում է բարձենալուց։ Ասում է ուշադիր եղեք,
որ չպարծենաք։ Ինչու համար է շնորհքի կողքը պարծենկոդությունը աճում, որովհետև մտածում ենք, որ դա միայն մենք կարող ենք անել եւ միայն մեր միջոցով է։ Գիտեք, ես ուզում եմ դրա հագարակը խոսալ, որովհետև երբ որ մենք հագարակը չենք լսում, մենք մտածում ենք, որ մենք ամենան ենք։ Եվ Պողոսն էլ հենց սրանից ելնելով խոսում է պարծենալու մասից։ Ասում է, եթե մեկը պիտի պարծենա, առավել որքան ես վստահ եմ, մենք Պողոսից մեջ չենք, ոչ էլ Պողոսի արած գործերի կեսն ենք արել գոնե։ Չենք արել։ Բայց Պողոսը զգուշացնում է պարծենալու մասին, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ ինչ որ ես, ինչ որ ունես կամ ինչ որ կարող ես, դա ուղղակի իմ շնորհն է, որ ես քեզ տվել եմ։ Ես ուրախ եմ նրա համար, որ այն ինչ որ իմ մեջ կա, իմ վրա եւ իմ միջոցով, դա Աստվածային շնորհն է։ Աստվածային շնորհն է, որ կարող է առադանալ, Աստվածային շնորհն է, որ կարող է առադացնել, Աստվածային շնորհն է, որ կարող է բազմապատկել, եւ դրա համար էլ Պողոսը խոսում է, ասում է օգուտ չէ, սիրելիս, օգուտ չէ, երբ դու պարծենում ես, այն, բաց թող, որովհետև դա Աստվածային շնորհն էր, Աստված որ չուզենար դու չկայիր, Աստված որ չուզենար այդ հրաշքը չէր կատարվի, քո աղոթքը չէր զորանա, եւ Մեզ պետք է իմանալ, որ Աստվածային շնորհը դա Աստծուց է եւ միայն իր համար է։ 7-րդ համարի մեջ այսպես է գրում, որովհետեւ չլինի, որ ես հբարդանամ խիստ շատ հայտնությունների համար։ Ինքը իր մասին է գրում, ասում է Տեր, ես այնքան հայտնություն ունեմ, որ չլինի, որ ես հբարդանամ, թե այսինչ բաներ ես գիտեմ, այսինչ խորություններ ես գիտեմ, որովհետեւ ասում է այդ ամենը ինչ է, քո շնորհքն է։ Եվ ինձի համար խայտոց մը երևաց սատանայի հրեշտակ ինձ նեղելու համար, որբիսի չլինի, թե ես հբարդանամ։ Գիտեք, Աստված հբարդներին հագարակ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Գիտեք, հենց ստեղ է խնդիրը, որ մենք չենք հասկնա, ու նորից մենք պետք է ասենք, վայ, ինչի ինձի չէ իրան։ Ինչի ինձի չէ իրան, ինչի իմ երեխուս չէ իրան, որովհետև Աստված պես է հարմար գտել, որովհետև Աստված գտել էր մեկին, որին ուզում էր տալ եւ օրհնել։ Եվ իրականում Աստծո խոսքն ասում է մի հբարդացի, որովհետև հբարդներին Աստված հագարակ է։ Հիմա դու ասում ես Տեր, ես հբարդ չեմ, իրականում Տերը գիտի քո սիրտը։ Եվ մեզանից ոչ մեկը նայելով մեկս մյուսից չեն կարող ասել, բայց ես վստահ եմ, որ դու ինքդ հասկանում ես, որ այն ինչ որ Աստվածային ձեռագիր ունի, դա շնորհք է կոչվում։ Այն ինչ որ մարդկային է, եւ սրա նման բերում է քո հբարդությունը, շոյում է քո հբարդությունը, ու դու արդեն իսկ բարդված ես։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ ինձանից մի կողմ անցնի։ Եվ ասավ ինձ Պողոսի խոսքն է։ Տեսեք ինչքան զորավոր է, որ Պողոսին ասում է Աստված։ Ինչքան դադարգություն, ինչքան խնդիրներ ունիս, ինչքան խնդիրներ ունիս, ինչքան չլուծված հարցեր ունիս։ Աստծո խոսքը այսօր հետևյալն է ասում քեզ. Իմ շնորհքս բավական է քեզ։ Գիտեք, Աստված Պողոսին չի ասում իր խնդիրը, իր խնդրեմը, ասում է այն շնորհը, որը եկավ քո կյանքի մեջ, ասում է իմ շնորհս քեզ բավական է։ Իմ շնորհս քեզ բավարար է։ Գիտեք, իրականում ես ուզում եմ հասկանալ, Տեր, ինչպիսի շնորհ էր, որ բավարար էր Պողոսին։ Ինչպիսի շնորհ էր, որ Պողոսի բոլոր հարցերի պատասխաններն էր։ Ինչ կար այդ շնորհի մեջ, որ Աստծո խոսքը ասում է իմ շնորհս բավարար է քեզ։ Ուստորակետից հետո ասում է, որովհետև իմ զորությունս տգարության մեջ կկատարվի։ Այն պահին, որ դու տգար ես, բայց դու խոնարհ դիրքում ես։ Եվ ասում ես, Տեր, ես չեմ կարող, արդեն վերջն է, կդրվում է թելը, արդեն ամեն բան կորցրած եմ համարում։ Աստծո խոսքը քեզ այսօր ասում է, սիրելի կին, սիրելի քրիստոնյա, իմ շնորհս բավարար է քեզ, որովհետև իմ զորությունս տգարության մեջ կկատարվի։
Եվ աստվածային զորությունը ուզում ես տեսնել Աստծո շնորհքի ծածկոցի տակ մտի։ Մենք ուզում ենք ծածկոցից դուրս գանք եւ այդ զորությունը տեսնենք, այդ զորությունը կա մեր կյանքերի մեջ։ Քեզ ասեմ, երբ որ ծածկոցից դուրս եկար, զորությունը չես տեսնի։ Ընդհակառակը դժվարություններն ու խնդիրները կավելանան։ Ու կասես Տերը, բաուրա զորությունը ծածկոցի տակից դուրս ես եկել։ Շնորհքի ծածկոցից դուրս մի արի։ Գիտեք ինչն է մեզ դուրս բերում շնորհքի ծածկոցից։ Հենց հբարդությունը։ Որովհետև դու մտածում ես, որ դու արդեն այնքան ես եւ ամեն բան կարող ես, որ կարող ես Աստծո մոդից դուրս գալ, եկեղեցուց դուրս գալ, սահմաններից դուրս գալ։ Քեզ համար չի կարելի չկա, ամեն բան կարելի է, դու ինչ որ ուզենաս կարող ես անել։ Դու ծածկոցից դուրս ես եկել, հնազանդության դիրքից դուրս ես եկել եւ իրականում արդեն իսկ այդ շնորհքը քո կյանքից քեզ վերցնում է։ Ուստի մեծ հոժարությամբ ավելի իմ տգարություններից վրա պիտի պարծենամ։ Պողոսը ասում է ինչու համար է պարծենալու։ Ոչ թե որ մի բան իր մոտ ստացվել է ու ինքը արդեն արել է, ասում է ես արել եմ, ինքը այդ հայտնությունը ունենալով ասում է ես իմ տգարություններից վրա պիտի ուրախանամ։ Ինչի, որովհետև հայտնությունը եկել էր, շնորհքն եկել էր, որովհետև Աստծո զորությունը որտեղ էր գործում տգարությունների մեջ։ Ասում եք այդ տգարություններով պիտի ուրախանամ, որովհետև Քրիստոսի զորությունը իմ վրաս պիտի հանգչի։ Նրա համար էլ համաձայն եմ տգարությունների, նախադինքների, տառապանքների եւ հալածանքների եւ նեղությունների մեջ Քրիստոսի համար, որովհետև երբ տգարանամ, նա ինձ կզորացնի։ Սիրելի Մարիամ, երբ տգարանաս, այդ զորությունը քեզ կզորացնի, որովհետև Աստծո շնորհը գալիս է քո կյանքի մեջ։ Ինչպիսի բան որ լսես հրեշտակից, ինչ էլ որ լսես, ինչ էլ որ իմանաս, միևնույն է, Աստծո շնորհը բավարար է քեզ քո տգարությունից դուրս գալու, քո խնդիրների մեջ լուծում ունենալու համար, եւ դա Աստված խոստանում է այն բոլոր խոնարհներին, ովքեր պատրաստ են ընդունելու աստվածային հայտնությունը եւ աստվածային խոսքը։ Եվ խոսքը եկավ Մարիամին ասելով. «Ով Մարիամ, դու Աստծուց շնորհ կդար»։ Այսինքն շնորհ կդար, այսինքն զորություն կդար, որը քո կյանքի մեջ աստվածային հայտնություն բերեց։ Եվ այդ աստվածային հայտնությունը վերջ չկար, Քրիստոսի ծնվելու լուրը վերցրեց։ Եվ գիտեք, իրականում մենք ամեն մեկս կարիք ունենք Աստծո ասածը ուղղակի վերցնելու։ Գիտեք, ամենակարևոր խոսքերը Մարիամի 38-րդ համարի մեջ է գրված, որովհետև Աստված Մարիամի հետ խոսում էր, Մարիամն ասում է, ես այսպիսին եմ, չգիտեմ ինչպես պետք է լինի։ Աստված 37-րդ համարի մեջ ասում է, Աստծո մոտ անհնարին բան չկա, մենք էլի ենք լսել այս ամենը։ Գիտեք, Աստծո շնորհքը մեր կյանքերի մեջ է։ Երբ որ դու այդ շնորհքին հուսածած ես, երբ որ այդ շնորհքին հանձնված ես, դու աստվածային կերպնականը կկարողանաս գտնել։ Գիտեք, Մարիամը կարող էր ասել. Տեր, ես պատրաստ չեմ։ Տեր, իմ ժամանակը չէ, ես նման հարցեր ունեմ, խնդիրներ ունեմ։ Հիմա էլ նշան դրված եմ, բա մարդիկ ինչ կասեն ինձ։ Գիտեք, 38-րդ համարի մեջ Մարիամն ասում է. Ահա ես Տիրոջ աղախինն եմ։ Երբ որ ուզում ես աստվածային հայտնությունը կա քո կյանքի մեջ, արդյոք դու հանձնվել ես նրան։ Արդյոք պատրաստ ես ասել. Տեր, քո շնորհքը բավարար է, իրականում ուր է տանում ինձ, ես հանձնված եմ, ես հնազանդ եմ, Տեր, թող քո ասածի պես լինի։ Գիտեք, մենք ինչ կանենք Աստծո հետ քննարկում։ Գիտեք, Աստված մի բան չի ասում, հայտնություն չի ասում, որ դու Աստծո հետ քննարկես։ Աստված չի ասում, որ դու ծանրութ հետև ասես։ Աստված չի ասում, որ դու լավն ու վատը անես։ Աստված ասում է, որ դու կատարես, Աստված ասում է, որ դու ընդունես, Աստված տալիս է, որ դու վերցնես։ Բայց նախքան վերցնելը մենք ասում ենք, Տեր, ինձ պետք չէ, ինձ մի տուր, դու տար ուրիշին տուր։ Մենք նույնիսկ չենք կարող վերցնել, որովհետև մենք քննարկում ենք, բայց Մարիամն ասում է. Ով Տեր, ահա ես Տիրոջ աղախինն եմ, քո ասածի պես թող լինի ինձ, եւ հրեշտակը նրա քովից գնաց։
երբ գնաց հրեշտակը։ Երբ որ դու համաձայնվար կրես, երբ որ դու համաձայնվար պատասխանատվությունը վերցնես, երբ որ դու համաձայնվար օրհնությունը վերցնես, գիտակցում ես, ասում ես Տեր, շնորհակալ եմ, ես վերցրեցի ես։ Ես շնորհակալ եմ ես հայտնության համար, ես շնորհակալ եմ քո կենտանության խոսքի համար, որ դու տվեցիր, Տեր, ես շնորհակալ եմ, հրեշտակը նոր գնաց։ Հրեշտակը միջև այդ սպասում էր այն բանին, թե արդյոք ինչ պատասխան է տալիս Մարիամը, երբ որ շնորհքը եկավ քո կյանքի մեջ, դու ինչ ասեցիր։ Ասեցիր, թե էլ մարդ չկար մենակնձիկը դար։ Ուրիշին պիտի տայր, կարող ես սխալ ես եկե։ Կարող ես այն բաժինը չէր։ Գիտեք, Աստծո շնորհքը առատ է եւ Աստվածային շնորհքը գալիս է մեր կյանքերի մեջ եւ շատ անգամներ ցավոք սրտի մեզնից շատերը մերժում են այդ շնորհքը։ Շատերս անտարբեր անցնում ենք այդ շնորհքի կողքից, որովհետեւ մտածում ենք, թե ինչպես է չլինի մի օր կլինի մեզ համար։ Գիտեք, մի զգուշացում շնորհքից, այս համարը շատ եմ սիրում։ Եբրայեցիների 12-րդ գլուխ 15-րդ համարը զգուշացնում է շնորհքը։ Մի բան որ ծրի է, մենք ասում ենք, թե լավ դե այսօր չեղնի, եկուց կեղնի։ Բայց Աստծո խոսքը տեսեք ինչ ասում։ Ասում է զգուշացեք, չլինի որ մեկը Աստծո շնորհքից հետ մնա։ Զգուշացեք, որ չլինի այն շնորհքը, որը եկավ ձեր կյանքերի մեջ, մաքրելու, սրբելու, առաջ տանելու, եւ դու մտածում ես, որ թե լավ, այսօր չէ, եկուց կերտամ եկեղեցի, այսօր չեմ ծառա, եկուց կծառայեմ։ Աստծո խոսքը զգուշացնում է, ասում է զգուշացեք, որ մեկի ետ չմնա, որովհետև երբ որ ետ ենք մնում, ասում է մի դառնության արմատ վեր բարձրանալով նեղեց ես եւ շատերը բղծվին։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Աստծո շնորհքի հետ պետք չէ խաղալ։ Ինչքան էլ ինքը ծերի լինի եւ Աստված տվել է ու ասում է վերցրեք, մենք մտածենք, թե լավ դե այսօր չէ, դե հələ երդասարդ եմ, սպասի։ Գիտեք, Աստծո խոսքը հրահանգ ունի, զգուշացում ունի, ասում է այդ շնորհքից հետ չմնաք։ Գիտեք, Մարիամի կյանքի մեջ կար խոնարհություն։ Մարիամը ուղղակի խոնարհության եւ հնազանդության օրինակ էր։ Սիրելի քույրս, մենք ամենը մեկս հնազանդության եւ խոնարհության կարիք ունենք։ Սիրելի եկեղեցի, Քրիստոսի մարմին, մենք խոնարհ լինելու եւ Քրիստոսի հարսը լինելու կարիք ունենք։ Որովհետև պսակադրության ժամանակ է, որ կնոջը ասում է հնազանդ ես եւ սպասում է շարունակությանը, այո, միջև դու չես ասում, ինքը չի շարունակում, միջև դու չես համաձայնում, հրեշտակը իր առաքելությունը չի ավարտում, հրեշտակը նոր գնաց, որովհետև դու հնազանդ եղար։ Երբ որ մենք հնազանդության դիրքի մեջ չենք սիրելիներ, շատ անգամներ օրհնությունը բաց ենք թողնում, շնորհքը բաց ենք թողնում, եւ այդ հնազանդությունն է, որ պսակում է մեզ օրհնությամբ, բժշկությամբ, լեցունությամբ, օրհնությամբ, աղոթքների պատասխաններով, որովհետև մենք հնազանդ ենք այն շնորհքին, որ եկավ երկնքից։ Եվ ես վստահ եմ, որ Աստված ավելի քան իր սրդի մեջ ունի ավելի շնորհներ առատացնե այն մարդկանց կյանքի մեջ, ովքեր պատրաստ են ընդունելու եւ չմերժելու։ Գիտեք, կանայք Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք, որ իրանք հայտնվում էին այնտեղ, որտեղ պիտի հայտնվեին։ Իրանք կանգնած էին այնտեղ, որտեղ բոլորը թողեցին եւ գնացին։ Մենք տեսնում ենք կնոջ դերը ավետարանի մեջ, որ Քրիստոսի խաչելության ժամանակ բոլորն էլ գնացին։ Բայց մենք 27-րդ գլխի մեջ Մատթեոսի ավետարան կարդում ենք, որ այնտեղ կային կանայք եւ եկել էին Հիսուսի խաչելությանը, շատերը փախել էին, կեսը վախեցել էին, այն կեսին հետաքրքիր էր, բայց կանայք, որոնք Քրիստոսի հետ ապրել էին, քայլել էին, կանգնած էին միջև վերջ եւ խաչի առաջ կանգնած էին։ Կինը այն անոթն է, որ կարող է միջև վերջ մնալ, համբերել եւ չհուսահատվել։ Սիրելի քույրս, եթե ունես դժվարություններ, եթե ունես խնդիրներ, ուզում եմ քեզ քաջալերել, համբերե եւ պիտի հաղթությունը տեսնես։ Համբերե, պիտի հարությունը տեսնես
Եվ քեզ ասեմ, հենց կանայք էլ տեսան այդ հարությունը առաջինը, որովհետև իրանք էլ փնտրում էին, դու կարող ես լինել այն մեկը, ով մինչև վերջ գնում է։ Դու կարող ես չհուսահատվել, դու կարող ես չկոտրվել։ Ուզում եմ, որ այսօր վերցնես այս հայտնությունը աստվածային քո կյանքի մեջ եւ թույլ տաս շնորհը առադանա եւ քեզ դարձնի մինչև վերջ գնացող։ Թեգուս բոլորն էլ փախնեն, բոլորն էլ լքեն ու գնան, միևնույն է, նրանք կային ու կանգնած էին, եւ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Զեբեդեոսի մայրը Մարիամը, կանգնած էին խաչի առաջ։ Եվ հենց գլուխը ավարտվում է Հիսուսի թաղումից էլ 28-րդ գլուխը, երբ որ սկսում է, ասում է գիշերվանից նրանք վեր կացան, կինը վեր կացավ, առաքինի կինը վեր կացավ, երեկոյան իր հացը, իր ընտանիքի կերագուրը ինչ արեց, պատրաստեց։ Ոչ թե սպասեց, որ մարդիկ եկան, ասեցին վայ, խառնվեք, շուտերեք, ասում է առաքինի կինը երեկոյան պատրաստեց։ Սիրելի քույրս, ես վստահ եմ, որ դու այսօր կարող ես վերցնել այն բաժինը, որ Աստծո շնորհքն է բերում քո կյանքի մեջ։ Եվ միաշաբթի օրը նրանք գնացին գերեզմաններ։ Եվ հետաքրքիրն այն է, որ նորից հրեշտակ տեսան։ Ես ուզում եմ քեզ ասել, երբ որ դու փնտրում ես Քրիստոսին, դու հրեշտակին հաճախակի ես տեսնում։ Երբ որ դու տեսնում ես Քրիստոսին, դու հաճախակի ես տեսնում հրեշտակին, ով երկնքից պատկամ ունի քեզ, ով երկնքից լուր ունի քեզ, ով երկնքից հայտնություն ունի քեզ, եկել է քեզ զորացնի, եկել է քեզ հաստատի, եկել է լույսը բերի, այն ինչ որ փնտրում ես, Քրիստոսին փնտրում ես, Քրիստոսից լուր բերի քեզ։ Եվ իրականում մենք ամեն մեկս հրեշտակների հայտնության կարիք ունենք։ Մենք ամեն մեկս երկնքի կարիք ունենք, որ այն շնորհքը, որ բերում է երկինքը եւ բացահայտում է մեր կյանքերի մեջ, ամեն մեկս դրա կարիքն ունենք։ Սիրելի քույրս, դու այս ժամանակի մեջ ես կանչված։ Եվ Եստերի նման, ինչպես Եստերը այդ ժամանակի մեջ կանգնավ Իսրայելի համար, այսօր դու էլ կանգնած ես այս պահին, այս րոպեին քո եկեղեցում, քո ընտանիքի մեջ վերցնելու աստվածայինը, վերցնելու եւ կանգնելու, ինչ ես այսօր վերցրել, ինչ է աշխարհը տվել քո ձեռքը, աղոթքի ջահի փոխարեն, ինչ ես դու վերցրել քո ձեռքերում, որ չես կարող դնել, որ աղոթքի ջահը վերցնես։ Գիտեք, մենք ամեն մեկս մեր ժամանակի մեջ կանչված ենք կանգնելու, մեր բարեխոսության, աղոթքի մեջ, ու հակառակը մենք կարող ենք մի ունայն բան վերցնել մեր ձեռքը եւ խաղալ մինչեւ մեր կյանքի վերջը։ Գիտեք, կին այն մեկն է, որ կարող է որևէ տեսած թերություն մաքրել։ Գիտեք, Մովսեսի կինը, երբ որ Աստված հայտնվավ Մովսեսին եւ ասեց, քեզ մեծ առաջնորդ պիտի անեմ, անմիջապես մյուս գլխի մեջ տեսնում ենք, որ ասում է Աստված դուրս եկավ, որ Մովսեսին սպանի։ Եվ Մովսեսի կինն էլ վերցրեց երեխաներին թլբադեց, որ Աստծո խոսքը կատարվեր, եւ ամուսնուն էլ ասեց, դու ինձ համար արյունոտ ամուսին եղար։ Գիտեք, մենք կանչված ենք ոչ թե թերությունները բարձրացնել, այլ թերությունները շտկել, թերությունները մաքրել, եւ այն շնորհը, որը Աստված առադացնում է մեր կյանքերի մեջ, սիրելիներ, դա կերպնական է, դա հրաշալի է, որովհետև Աստծո շնորհը բավարար է մեզ եւ այդ շնորհքը զորություն է տալիս մեզ շարունակելու քրիստոնյայի կյանքը, այն հրաշալի կյանքը, որ Աստված կանչել է մեզ առաջնորդելու։ Եկեք կանգնենք Աստծո առաջ